Փաշինյանի այս ելույթն էլ ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտեցին, ԿՊԱ-ականներն են ու մի քանի անկախ պատգամավորներ։ Գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը։ Մի քանի նախագծերի քվեարկության ժամանակ արդեն ընդդիմության մեծամասնությունը նիստերի դահլիճում էր։ Ընդդիմությունը նկատեց, որ Փաշինյանը հեռախոսով տեսանկարահանում է։ Ձելայնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն։ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ցույց տալ իր հաղորդագրությունները։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Նիստերի դահլիճից դուրս արդեն լրագրողները ընդդիմության ներկայացուցչից են փորձում տեղեկանալ, որն է պատճառը օրինակ կառավարության հետ հարց ու պատասխանին չմասնակցելու, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայության դեպքում նիստերի դահլիճը լքելու։ Դու մի խոսք ես ասում, ինքը այդ խոսքի 3 անգամ ավել ժամանակ ունի պատասխանելու, դրանը չի պատասխանում, ուրիշ բան է պատասխանում։ Գոնե դրան պատասխանի կասես ջայնամը գյոռ է։ Մեզ պետքա վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Սա էլ պատճառներից ու հիմնավորումներից մեկը սահմանադրությունը փոխելու համար Փաշինյանի դժգոհությունների տարափն ուղղված է արդարադատության համակարգին, հնչեց նաև ազգային ժողովում։ Արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ սահմանադրությունից բխող օրենքներին։ Ընդդիմադիր պատգամավոր Ռուստամյանը հռետորական հարց է ուղղում, սահմանադրության մեջ գրված է, թե ինչ է կատարվում դատական համակարգի հետ։ Այսինքն սահմանադրությունն է մեղավոր, որ այսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ։ Այդ են ինչ որ ինքն ասում է, այդ են նրանց մասին է ասում, որոնք որ մինչև հիմա իրենց խղճով եւ օրենքներով առաջնորդվելով մեկ նորմալ վճիռներ են կայացնում։ Դժգոհում է Ռուստամյանը իշխող ուժից, պահվածքից, լրագրողներն էլ հարց են ուղղում այդ դեպքում ինչպես է ընդդիմությունը հեռացնելու գործող իշխանությանը։ Ընդդիմադիր պատգամավորը թե առանձին ընտրության գնացող ընդդիմությանը դա չի հաջողվի։ Ըստ նրա միայն միասնական ընդդիմությունը կարող է 50% եւ ավելի ձայն ունենալ։ Իսկ եթե գործող իշխանությանը կրկին հաջողվի իշխող ուժ լինել խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողով, այլ միլի մեջլիս։ Դրանից հետո Հայաստան խմբակցության անդամներն ասում են կորոշեն աշխատել այդտեղ, թե ոչ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է ներկայացնել հայ գերիների դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները գործում առկա ապացույցների հիման վրա։ Վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։ ՄԻԵԴ մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին հաշվետվություններ ներկայացնելու պահանջը վերացնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատարանը Բաքվին պարտավորեց շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների եւ բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին։ Ադրբեջանի հերթական վայրագությունը այս անգամ էլ հողին է հավասարեցրել Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։ Տարածված լուսանկարներից երևում է, որ ոչ միայն եկեղեցին է ոչնչացվել, այլև ամբողջ շրջակա տարածքն է հողին հավասարեցվել։ Ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, այդ թվում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի հեղինակած խաչքարը։ Ադրբեջանական լրատվամիջոցները եկեղեցին ներկայացրել են որպես անօրինական եւ ենթակա ապամոնտաժման։ Մշակութային եւ հոգեվոր կենտրոնի համարում ունեցող Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 2007-ին։ Ստեփանակերտի անկախությունից հետո առաջին եկեղեցին էր։ Ինքը լենց ճարտարապետորեն բավականին համեստ մի կառույց էր, բայց քանի որ դա էր դեր առաջինը, ժողովրդի կողմից շատ սիրված եւ հարգված էր, այդ բոլորը կորսվել են եւ անկեղծ ասած նաեւ ադրբեջանական մեկնաբանությունները, բանը միանշանակ, դրանք այդ բոլորը օկուպանտական ժառանգություն է։
Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պետական մաքսային կոմիտեին տեղեկացրել են, որ 2026-ի առաջին եռամսյակում Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից եւ որ գործարքի արժեքը կազմել է $960։ Ապրանքների տեսակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։ Նույն ժամանակահատվածում ըստ ադրբեջանական պետական մաքսային կոմիտեի Ադրբեջանը Հայաստան է արտահանել $5,760,000 արտադրանք։ Հայաստանը այդ երկրից գնել է դիզելային վառելիք եւ ցորեն, արձագանքելով մամուլում տարածված տեղեկությանը Պեկից հայտնել են, որ ըստ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Մի քանի օր առաջ մի 20 հոգի Ադրբեջան են գնացել, հավանաբար սանսուղի բեռը մեջ եղել արժեքավոր նվերբան, դա երևի գրանցել են։ Ադրբեջանի հետ առևտրային տնտեսական ոչ մի հարաբերություններ չկան, մաքսա կետերում այդ բանը չկա, մաքսա զերծումներ էս կողմենքով Ադրբեջանին այդ բենզինը որ ուղարկում է կամ այդտեղ ազգական ցորեն հասկացնում։ Այս թուրանական ծրագրի կոմպոնենտներն են։ Մենք արտահանելու ոչինչ չունենք։ Փայլատի թեղ են ասում են, իբրտե պահածուներ Ադրբեջանի հետ պահածուներ ձեռ կրակն անկել։ Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին, հայտնել են ազգային ժողովից։ Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Վերչուկը գնացել է Զանգելան ադրբեջանցի պաշտոնակից Շահին Մուստաֆայևի հետ նրանք ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստն են անցկացրել, փաստաթուղթ ստորագրել էլեկտրոնային բեռնագրերի վերաբերյալ, այն կարևոր քայլ համարել տրանսպորտային լոգիստիկ ոլորտի թվայնացման ճանապարհին, որը թույլ կտա զգալիորեն պարզեցնել փոխադրումների ընթացակարգերը։ Մուստաֆայևն ասել է, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025-ի արդյունքներով գերազանցել է 5.4 միլիոն տոննան։ 2025-ին զորակոչված զինծառայողների ծնողները շարունակում են պահանջել արդար մոտեցում բոլոր զինծառայողների ծառայության ժամկետների մասով։ Կառավարության շենքի դիմաց հավաքված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ իրենց ձայնն անտեսվում է։ Խոսքը վերաբերում է զինծառայության ժամկետի 18 ամիս սահմանելու թեմային։ Փոփոխությունը ըստ ծնողների պետք է տարածվի բոլոր զորակոչվածների վրա։ Նրանք դա չեն համարում ոչ անհնար եւ ոչ էլ պետության համար վտանգավոր քայլ։ Ծնողները շեշտել են, որ իրենց երեխաները չեն խուսափել ծառայությունից եւ կոչ արել իշխանություններին ստեղծել աշխատանքային խումբ, հանդիպել իրենց հետ եւ լուծումներ առաջարկել այս խնդրի համար։ Իրականում այդ 6 ամիս կրճատելը դա քարոզչական է եւ երկրորդ մեր երկու ոչ բարեկամ երկրների ռազմաքաղաքական ղեկավարության չհայտարարված պահանջն է բանակի թվականակի կրճատումը։ Թվակ այդ տարիները, ամիսները ծառայության ժամկետային զինծառայողին ինչ չափորոշներով են տրվում։ Ինչ որ մեկի սուբյեկտիվ ընկալումով ասենք ոնց որոշեցին, որ 6 ամիս կկրճատվի։ Եվ ընդհանրապես ծառայության ժամկետը ոնց է որոշվում։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատժի խստացման նախագիծը, որը ընդունվել է ազգային ժողովում առաջին ընթերցմամբ, նախատեսվում է խստացնել պատիժները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների տարածման եւ անչափահասներին ներգրավելու դեպքերում։ Ընդունվել է նաեւ օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար հավասար իրավունքներ սահմանող նախագիծը, բացառելով խտրականությունը, ներդրվել են նաեւ ոստիկանության գնահատման նոր համակարգ եւ ոսկերչության ոլորտում հարկային արտոնություններ նախատեսող փոփոխություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք, ավելի վաղ իրավապահները խուզարկել են Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների տներում, ապա բերման ենթարկել նրանց։ Ապրիլի 16-ին նշվում է ոստիկանության օրը եւ համակարգի կազմավորման 108-ամյակը, ավելի քան 1 դար ոստիկանությունը շարունակում է կրել հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների անվտանգության ապահովման եւ օրենքի գերակայության պաշտպանության կարևոր առաքելությունը։ Ներքին գործերի նախարարությունում հանդիսավոր նիստի ժամանակ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, Արփինե Սարգսյանն ու Կամո Ցուցուլյանը։ Օրվա խորհրդի շրջանակում քաղաքացիների շրջանում անցկացրել են հարցում, պարզելու թե ինչպես են նրանք գնահատում ոստիկանության գնահատականը, ինչ ակնկալիքներ ունեն իրավապահ համակարգից եւ ինչ գնահատական են տալիս ոստիկանության վերջին տարիների աշխատանքին։ Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, խիզախություն եւ սկզբունքայնություն։
Եվ այս մեկտեղումն է, որ մեզ թույլ է տալիս արձանագրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության աճ, ցուցանիշը հասցնելով 61%-ի։ Թող զարգացնեն, որ կրիմինալը կչանա հերը։ Օրեկան ոսում ես մեկին դանակահարեցին, մեկին սպանեցին։ Ոստիկանությունը պիտի պայքարի դրա դեմ։ Այդպես չի լինի։ Ընդհանրապես երկիրն է ապահովում, չեմ կարող ասել դա ոստիկանության շնորհքն է, կառավարության շնորհքն է, թե ժողովուրդն է ավելի խելոքացել։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի եւ Լիբանանի առաջնորդների միջև տասնամյակների ընթացքում առաջին բանակցությունները կարող են տեղի ունենալ ապրիլի 16-ին։ Սոցիալական ցանցում արված գրառման մեջ նա նշել է, որ երկու կողմերը մոտ 34 տարի չեն շփվել եւ ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է որոշակի շնչառության տարածք ստեղծել երկրների միջև։ Ըստ Թրամփի, առաջիկա շփումները կարող են կարևոր քայլ լինել տարածաշրջանում շարունակվող անկայունության պայմաններում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Իսրայելի գիտության նախարարը հայտարարել է, որ ծրագրվում է վարչապետ Նեթանյահուի խոսակցությունը Լիբանանի նախագահի հետ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, թե Նեթանյահուն եւ ԱՈՒՆ-ը բանակցություններ կվարեն։ Նրա խոսքով սա կլինի Իսրայելի եւ Լիբանանի առաջնորդների առաջին խոսակցությունը 34 տարվա ընթացքում։ Ամերիկյան սենատը դեմ է քվեարկել Իսրայելի զենքի վաճառքի դադարեցմանը, հայտնել է Reuters-ը։ Բանաձևը կարգել էր $295 միլիոն բուլդոզերների, պահեստամասերի եւ այլ օժանդակ միջոցների վաճառքը Իսրայելին։ Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել 59 սենատոր, կողմ 40։ Սենատը նաեւ մերժել է այն բանաձևը, որով նախատեսվում էր թույլ չտալ նախագահին պատերազմ վարել առանց կոնգրեսի հաստատման։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Լիբանանի հետ բանակցություններին եւ Հեզբոլլահի դեմ պայքարին զուգահեռ Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։ Հաշվի առնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, ընդգծել է վարչապետը, հավելելով, որ երկու հիմնական նպատակ կա Հեզբոլլահին սահմանից հետ մղելը եւ կայուն խաղաղության հասնելը, խաղաղություն ուժի միջոցով։ Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի քաղաքացիներից $100 միլիոն է հափշտակել, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազը։ Հաքերները հասանելիություն են ստացել զոհերի գաղտնի տեղեկատվությանն ու փաստաթղթերին, իսկ ավելի ուշ փրկագին են պահանջել դրանք վերադարձնելու կամ չհրապարակելու համար։ Շանտաժի օգնությամբ նրանք կարողացել են կորզել $100 միլիոն, գրված է հաղորդագրության մեջ։ Անգոլայում հզոր հեղեղումներ են, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 45 մարդ, հազարավոր մարդիկ տարհանվել են, ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած։ Ապրիլի 16-ին մայրաքաղաքում Էրեբունի Աթոյան փողոցների խաչմերուկում Տեսլան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը, կարգավորող լուսակիրը եւ հայտնվել երկաթե էլեկտրասյան մոտ։ Տեսլայի վարորդի խոսքով մեկ այլ մեքենա է իր համար ստեղծել վթարային վիճակ։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկներն էլ վթարի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա բակային հատվածում կայանված օփել են հայտնաբերել, սակայն վարորդը հերքել է տեղեկությունը։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ապրիլի 15-ին խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Արտաշավանի վարչական տարածքում բախվել են Մերսեդեսը եւ BMW-ն։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին եւ կողաշրջված հայտնվել դաշտում։ 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից նրանցից 2-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների կարծես թե հաստատվում է, որ վիրավորներից 2-ը հայր ու որդի են եւ 3-ը եղել են BMW-ի մեջ, 3-ը Mercedes-ի։ Ապրիլի 15-ին Երևան-Սևան Իջևան ճանապարհին լվացքի պարագաներով բարձված Ford Transit-ը բախվել է Զիլ Բեռնատարի հետնամասին։ Ֆորդի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Հրազդանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, նաև օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայով կարողացել են արգելափակված վարորդին դուրս բերել մեքենայից։ Նա տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Ֆորդը ամբողջությամբ բարձված է եղել ժավելով, կենցաղային ժավելով է, հիմնականում ժավելա, չէ տղերք, ժավելով
որոնց մեծ մասը թափվել է բախման հետևանքով, լցվելով ճանապարհով մեկ։ Նույն օրը դարձյալ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին դեպի Երևան ընթանալից բախվել են Օփելն ու Լիսյանգը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել ծառին։ Բարեբախտաբար չի կողաշրջվել, չի հայտնվել ձորում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Եվ բարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ ժամերի ընթացքում հայտնաբերվել է այն օտարերկրյա համարանիշներով Lexus-ը, որի վարորդը մեքենան կայանել էր Իսակովի պողոտայում անհարմարություններ ստեղծել հետիոտների համար։ Օրինախախտ վարորդի 39-ամյա Վադիմի նկատմամբ վարչական պատասխանատվություն է կազմվել։ Բագրատունյաց պողոտա թիվ 34 շենքի նկուղներում արդեն տևական ժամանակ է բնակիչները ոչինչ չեն կարողանում պահել։ Դրանք կոյաջրերով են ողողված ու դրանց պատճառով առնետներն են շատացել։ Ինչ որ տեսնում եք, ես հիմա շատ քիչ է։ Այս աստիճանները այսքան հելնում է։ Ջուրը միջև է։ Համաճարակի վտանգն ամեն օր է մեծանում, նաև շենքի հիմքերն են թուլանում, իսկ այստեղ 200-ից ավելի բնակիչ է ապրում։ Պատուհան բացել եւս չեն կարողանում։ Հիմնական խնդիրը կապում են ընդհանուր բարձրահարկ նորագահությունների մագիստրալներին ասում են ծանրաբեռնված։ Բնակիչները մի քանի անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապատերան, Վեոլիա ջուր, ջրային պետական կոմիտե։ Բայց գործնական քայլեր այդպես էլ չեն եղել։ Քաղաքացիներն իրենց ջանքերով մի քանի անգամ փորձել են լուծել խնդիրը։ Ժամանակավոր է եղել այդ լուծումը։ Ջրային կոմիտեի մասնակիցները, Վեոլիա ջրի մասնակիցների հետ եկան, ասացին, որ այստեղ լուք կա կորած։ Հիմա քաղաքացիները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, առողջապահության նախարարությանն ու քաղաքային իշխանությանն են դիմում։ Օպերատիվ քայլերի անհրաժեշտություն կա, ասում են, կոչ անում պատասխանատուներին արագ գործել։